տարեի կայժմ բարեկամ մենք հիմա շատ մոտ ենք Քրիստոսի արյամ բարձրաձայն երկենք Տերը մեզ փրկեց բարձրաձայն երկենք Տերը ազատեց գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ բարձրաձայն երկենք Տերը մեզ փրկեց բարձրաձայն երկենք Տերը ազատեց գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ հիմա մենք մոտենում ենք Սինալերան մեզ չի սարսեցնում որոց մոլեգին լուր խոսքը շնորհքի մեջ հաճից կավություն փրկվեցինք մենք մահից Քրիստոսի արյամ բարձրաձայն երկենք Տերը մեզ փրկեց բարձրաձայն երկենք Տերը ազատեց գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ բարձրաձայն երկենք Տերը մեզ փրկեց բարձրաձայն երկենք Տերը ազատեց գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ հավատքով սիրով ապրում ենք շնչում Սուրբ Հոգու զորությամբ քայլում ենք ապրում Սուրբ Հույսը կեցավետ մեր սրտերն խնդում կապրենք ինքով ավետ Քրիստոսի արյամ բարձրաձայն երկենք Տերը մեզ փրկեց բարձրաձայն երկենք Տերը ազատեց գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ բարձրաձայն երկենք Տերը մեզ փրկեց բարձրաձայն երկենք Տերը ազատեց գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ գրեց մեր անուններ կյանքի գրքի մեջ Եկեք միացեք մեր երկիր Հալելույաներ բարձրացնենք Տիրոջ Եկեք սաղմոսներով փառավորենք Տեր փառքերով Եկեք միասին աղոթենք Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ Դա մեզի շնորհներ ծրի անդամար Park
Փառքը մեր Տերոջը լինի։ Ամեն։ Նա արժանի ամբողջ գովասանքների, պատվի եւ փառքի։ Հալելույա։ Երկնային տաճարը մտնենք գողունակ սրտով պարաբանենք օրհնյալ Տիրոջ Երկնային տաճարը մտնենք գողունակ սրտով պարաբանենք օրհնյալ Տիրոջ Նայում եմ քեզ Տեր իմ թագահոր
Zem tıktım Yeres pantrum Iisus Doch parkad içliğiniz vera Doch o gidişlider Doch o gidişlider Doch o gidişliğiniz vera Doch o gidişlider Doch o gidişlider Doch o gidişliğiniz vera İçniz vera Bartratնում եմ ձեռքեր ստեպի Շնորհակալ եմ իմ հայրին սեր Ապակում եմ ներկայության Իիսուս Թող փառքդ իջնից վրա Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի ինձ վրա Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի ինձ վրա Իջնից վրա Մեկ անգամ էլ ասենք Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի ինձ վրա Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի Տեր Թող հոգիդ իջնի ինձ վրա Իջնի ինձ վրա Այո Տեր, ուզում ենք որ քո սուրբ ոգին իջնի մեզ վրա ով Տեր Ձեպես որ պաշտում ենք քեզ ով Տեր Քո ներկայությունդ այստեղ ծածկի, քո ներկայությունը մեզի ծածկի Մեզի սովորեցրու ինչպես մտնենք ազատության մեջ քեզի պաշտելու Մեզի պարգևիր այդ ազատությունը քեզի պաշտելու ով Տեր Ազատված կապանքներից, ազատված բեռներից Մեր օքսերից սովորենք ինչպես ամբողջ մեր սրտովը քեզի փառաբանենք, քեզի պաշտենք Որտեղ դու արժանի ես Եվ երբ որ պաշտում ենք ու փառաբանում ենք Տեր Մեր մեջ քո զորությունդ երևանա գալիս Սա է իմ փափագը որ պատվեմ քեզ Տեր բոլոր սրտով պաշտում եմ քեզ Իմ ամբողջությամբ Օրհնում եմ
զանգս ոնց քեզ դում է Տեր ասեք ձեր սիրտում է ուջուն ասում եք Տերոջ Սիրտս ու հոգիս ամբողջ նվիրում եմ քեզ Իմ կյանքը քոնն է Տեր ամեն մի շնչումս ամեն ճամփաներում լինի քո կամքը Տեր սիրտս ու հոգիս ամբողջ նվիրում եմ քեզ Իմ կյանքը քոնն է Տեր ամեն մի շնչումս ամեն ճամփաներում լինի քո կամքը Տեր Ամեն անգամ որ գալիս ենք Տերոջ ներկայության մեջ եթե մի մաս կա մեր կյանքից մեր սրտից որ նրան չենք անցնել պիտի որ անցնենք նրան Տեր չի ուզում մի փոքրը կամ մի մասը այլ Տեր ուզում ամենը Նա իր ամենը մեզ համար տվավ ամենը որ ուներ իր կյանքը թողած ամեն փառքը եւ եկավ մեզ համար աղքատացավ եւ մեզի նոր կյանք տվավ եւ մեզ այնց էլ ուզում է որ մեր ամեն սիրտը մեր ամեն կյանքը տանք իրան նա ուզում է մեր ամեն սիրտը գրավել եւ մեր ամեն սրտի թագավորն ու Տերը լինի հալելույա Իշխում ես Աստված երկնային փառքով երկնքի վրա եւ երկրի վրա սա է փափակս իմ երազանքը Իշխիր իմ կյանքում հավիտյան թագավորիր զորությունով Տեր իմ Աստված դու փառավոր անցնում եմ քեզ ամբողջությունց թագավորիր կյանքումս բոլոր թագավորիր զորությունով Տեր իմ Աստված դու փառավոր անցնում եմ քեզ ամբողջությունց թագավորիր կյանքումս բոլոր Թող որ ամեն միտք եւ թե ամեն խոսք քեզ փառավանի անվանդ արժանի ով Տեր իմ Աստված դու ես իմ գանձը Իշխիր իմ կյանքում հավիտյան թագավորիր զորությունով Տեր իմ Աստված դու փառավոր անցնում եմ քեզ ամբողջությունց թագավորիր կյանքումս բոլոր թագավորիր զորությունով Տեր իմ Աստված դու փառավոր անցնում եմ քեզ ամբողջություն թագավորիր կյանքումս բոլոր թագավորիր կյանքումս բոլոր թագավորիր կյանքումս բոլոր Հալելույա Ես ճամփորդում եմ դույսով մեջ պահ
արտարև իր պարտնավիտյան ինձ է Հիսուս Հայցար լույսի մեջ միշտ ուրախ սրտով առաջ եմ գնում դեպերի տուն արտալով նրան կայլում իր կողքով արևի մեջ իր սիրով անհուն երկնային արև լոգից ստեցվել է անսահմանուր Հալելույա կերքեմ արտարև իր պարտնավիտ յաման ինձ է Հիսուս իր պարտնավիտ յաման ինձ է Հիսուս իր պարտնավիտ յաման ինձ է Հիսուս Տերոջը փառք, ուրեմն անցնենք Տերոջ խոսքից, որ նախանցյալ անգամներ խոսացել ենք եւ Տերոջ ձեռքը նրանց հետ էր։ Ես այս թեմայով խոսեցիմ առաքյալների ժամանակ, երբ որ հալածանք եղավ, ուրեմն աշակերտները մեծ մասամբ բացի առաքյալներից գնացին Երուսաղեմից հեռու տարբեր տեղեր, գնացին Սամարիա, Տերոջ խոսքը Սամարիայում քարոզվեց հրաշքնշաններով Փիլիպոսը այդպեսի ծառայում էր, քարոզում էր եւ Տերոջ փառքը եւ Տերոջ ձեռքը մեջտեղ էր գալի։ Եվ ավետարանը արագընթաց առաջ էր գնում։ Տեսակ, որ Սուրբ Հոգին եկեղեցուն ղեկավարում էր։ Մեծ հալածանք եկավ։ Այնց որ Պողոս առաքյալը այն ժամանակ առաքյալ չէր ապաշխարի Սողոս անունով մատ հրյա, ուրեմն ազնվորություն, որ հրյաների ղեկավարներից էր, եկեղեցու մեծ հալածանք էր բերում։ Համարյա թե եկեղեցին մատ կապանքի էր հանդիպի, մատ դժվարության էր հանդիպի, մատ արգելքի էր հանդիպի։ Բայց Սուրբ Հոգու ձեռքն էս մեջտեղ եկավ որ Պողոսը այդ ղեկավարը առաջնորդ որ եկեղեցու հակառակ էր հանգարցակի ապաշխարեց։ Սա ցույց է տալի որ երբ որ Տերը Սուրբ Հոգին է եկեղեցուն ղեկավարում տարբեր դարերում կարելի է դժվարություններ առաջ կա, տարբեր խնդիրներ առաջ կա, բայց Սուրբ Հոգին մատ ելք ու միջոց ունի։ Եվ եթե այս դարում էլ մենք նայենք, Աստված այս դարվա համար էլ ձև ու կերպեր ունի, որ դերևս ավետարանն առաջ գնա եւ ավետարանը ամեն արարածի քարոզվե, որտեղ Սուրբ Հոգին է ղեկավարում։ Դրա կողքին կարևոր է որ մենք կենտրոնանանք Սուրբ Հոգու վրա եւ թույլ տանք որ Սուրբ Հոգու ղեկավարությունը մեր կյանքում, եկեղեցում եւ մեր միջավայրում մեջտեղ գա եւ երբ որ այդպեսի թույլ տանք Սուրբ Հոգին գործե, ամեն բան կարելի է։ Հանգարցակի Պողոս ապաշխարում է, եկեղեցում անհավատալի էր։ Այնց որ երբ որ նրանք եկան Երուսաղեմ, Պողոսը նոր էր ապաշխարի, ուժեղ քարոզներ էր քարոզում որ Հիսուսը Քրիստոս է, նույն պահում առաքյալներ չէին վստահում։ Ասում կարելի է այս մատ լրտեսային խնդիր է։ Նա եկել է տեսնի ով ինչ է անում, որ կարողանա ամբողջին բռնե։ Բայց Բարնաբասի միջամտությունով եկավ վկայեց, որ չէ, Պողոսը օրհնյալ քարոզ էր քարոզում եւ Դամասկոսում մենք տեսանք ինչ համարձակությունով քարոզում էր, որ Հիսուսը նույն Քրիստոսն է, որ հրյաները սպասում են։ Եվ այդ վկայությունով կամաց աշակերտներ ընդունեցին եւ հետո ասում նրան տեղափոխվեց Թարսուս քաղաքը եւ եկեղեցին խաղաղություն առած Սուրբ Հոգու օշությունով առաջ էր գնում։ Այդտեղում տեսնում ենք որ ինչպեսի Սուրբ Հոգին եկեղեցին ղեկավարում է եւ մենք էլ այսօր այս նույն ասած պահը եւ դրությունը թույլ տանք Սուրբ Հոգու ձեռքում գա որ Սուրբ Հոգին մեր կյանքում էլ այդպեսի ղեկավար է Եվ մենք կարիք ունենք այդպեսով ավելի ժամ տանք Տերոջ։ Եվ խոսեցինք այս ուղղությամբ, որ աշակերտներ, որ գնացին Անտիոք, մեծ մասամբ հրյաները միայն հրյաներին են ավետարանից քարոզում։ Բայց ասում ոմանք, որ ոչ հրյա էին, սկսան ուրիշների հետ քարոզել եւ ավետարանը կիսվել, եւ ասում Տերոջ ձեռքը, տես վերնագրով Տերոջ ձեռքը նրանց հետ էր եւ Աստված հրաշքնշաններով իր խոսքը հաստատում էր։ Եվ մեծ թիվով մարդիկ Անտիոքում ապաշխարեցին եւ առաջի անգամը Անտիոքում եղած հավատացյալները քրիստոնյա անվանվեցին։ Եվ այսօր մենք քրիստոնյա ենք ճանաչված։
Եվ այդ ձևով Տերոջ կամքն էր, այդ ուղղությամբ, որ Տերոջ կամքն է, որ մենք առաջ գնանք, Աստծո զորությունը եւ Աստծո ձեռք ավելի Երևան կգա։ Դες քանի ժամանակ որ այս թեմաները դզեցիմ կիսվել, որ եկեղեցու մեծագույն պարտականություն դա է, որ ավետարանի վկա լինե։ Այս կարևորագույն խնդիրներից է։ Եվ երբ որ Աստծո կամքն է, որ ամեն արարած ավետարանը լսե, երբ որ դուք այդ ուղղությամբ եք նվիրվում ու քայլ վերցնում, Աստծո ձեռքն ավելի եւ ավելի ձեր կյանքում պետք է մեջտեղ գա։ Ինչպես առաջվա դարվա Անտիոքում եղած ավատացյալների կյանքում Տերը մեջտեղ եկավ, նա ծառայություն հաստատեց եւ քրիստոնեությունը սկսավ այն օրվա Եվրոպայում եւ սկսավ տարածվել Փիլիպպե տարբեր քաղաքներ եւ այդպեսով եկեղեցիներ կառուցվեցին եւ հետո Պողոս առաքյալ նամակներ ա գրում, որ այդ նամակները այսօր մենք ավետարանի մի մասն ունենալով կարդում ենք, ուղղություն ենք առնում մեր քրիստոնական աստվածաբանությունը եւ մտածելակերպն ա ձևակերպում եւ այդ ամենը այդ ուղղությամբ եղավ, որ նրանք ճիշտ ուղղությամբ քայլ վերցրեցին, սկսան ավետարանը քարոզել, կիսվել եւ այդպեսով Տերոջ փառքը նրանց մեջ Երևան եկավ։ Okay, թույլ տվեք անցնենք այսօրվա թեմային։ Քրիստոսի ավետարան ամոթ չեմ համարում, այդ որ Քրիստոդան երկեց, մեր կարևորագույն ուրեմն նյութն է, որ Քրիստոսի ավետարան ամոթ չեմ համարում։ Թույլ տվեք Տերոջ խոսքից մի մաս նայենք, ոտքի կայնենք, լավ կելնի այս համարը ճանաչված համար է, կարող ենք անգիր էլ անենք միջև ասած։ Քրիստոսի ավետարան ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին, առաջ հրեային եւ հետո հույնին։ Ուրեմն այս ուղղությունն է, որ Պողոս խոսում է, Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Արդյոք դու Քրիստոսի ավետարանը հասկացել ես իր բովանդակությունը, իր նյութը, իր խոսքը եւ արդյոք բարձենում ես այդ ավետարանով եւ համարձակությունով ես կիսվում ուրիշների հետ կամ ամանչում ես, քաշքշվում ես, երբ որ ուրիշները նստած են ուզում ես ավետարանից խոսած, մտածում ես, որ չէ, դա հարմար չի, կամ շատ մեծ ուրախությունով պատրաստ ես Տերոջ խոսքը խոսես ու կիսվես։ Ուրեմն Պողոս ասում է Քրիստոսի ավետարան ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է, Աստծո զորությունը ավետարանի ներսն է։ Երբ որ ավետարանը խոսում է, մարդիկ հավատքով են մոտենում, ավետարան այսինքն ինչ, ուրախ լուր։ Մատ գիրքի մասին չի խոսում, մատ ավետիկ է, մատ ուրախ լուր է։ Այդ ուրախ լուրն է դա որ ով մեղավոր քեզ համար կա Աստծո զորությունը, կա Աստծո փրկությունը։ Եվ այդ ավետարանում Աստծո զորությունը կա։ Շատ ժամանակ մարդիկ ունեն տարբեր խնդիրներ, երբեմն գերավարված են։ Մեկեր կան դևային հոգով բռնված են եւ շատ ժամանակ դու կարող եք տեսնել կրոնների ներսը մատ սատանայական հոգի է, որ մարդկանց բռնել է առանց որ իրանք իմանան գերավարված են։ Եվ առանց Հիսուսի եւ ավետարանի իշխանությունով ու զորությունով նրանք չեն կարող արձակվել։ Շատ ժամանակ դիմացինը երևակայում է մատ կրոնա, մատ մտածելակերպ, բայց իրականությունը մատ դևային հոգի է։ Եվ դրա համար ավետարանը միակ միջոցն է, որ մարդկանց ազատելու։ Երբ որ մենք ավետարանը կարդում ենք, տեսնում ենք, որ մարդիկ դևահարներ, ոչ մի հույս չկա, ոչ մի ելք չկա, ոչ մի ճարի չկա, բժշկությունը իր համար մի բան չի անում, միակ կարող է իրան թմրացնի ու այդպեսի պահի։ Բայց ավետարանը, երբ որ մեջտեղ է գալի Հիսուսի անվան զորությունը, ազատություն է բերում։ Ավետարանը Աստծո զորությունը բժշկության համար։ Աստծո արդարությունն է դրա համար, որ մեղավորին արդարացնում է եւ ուրախ լուր է, ավետիկ է։ Եվ այդ ձևով մենք տեսնում ենք, որ ավետարանը Տերոջ մեծ նվերն է մարդկության համար։ Գիտեք, մենք շատ ժամանակ խոսում ենք ավետարանը, երբ որ խոսում ենք ավետարանը, տեսնում ենք Հիսուսին, որ բարի է, ազնիվ է, նվիրված է, սերից է խոսում, անձն է զոհում, խաչվում է եւ մտածում ենք, որ Հիսուսը շատ լավ է, բայց հայրաստվածը ավելի ճիշտ կացես խիստ է, բայց իրականությունն է դա որ ավետարանը հայր Աստծո սրտից է խոսում։ Հեր, որտեղ ասում է որ հայրը այնքան սիրեց աշխարհը, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն Հիսուսին տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, դժոխք չերթա, այլ հավիտենական կյանք ունենա։
Այդ հոր սիրտն է, ավետարանը Հայր Աստծո սիրտն է, որ իր որդուն է տալի, որդուն է նվիրում, որդուց է անցնում։ Իհարկե, Տեր Հիսուսն ինքն ասավ, որ ես էլ իմ անձը կամավորապես եմ զոհում, այսինքն Հիսուսն էլ ամբողջ սերով է եւ կամավորապես եւ գիտակցաբար է գալի իր անձը զոհում է, որպեսզի մեղավորին արդարացնող փրկե։ Եվ գիտեք, մենք այս մեծ ավետիքն ունենք։ Մենք ճանապարհը գիտենք, այս կարևոր է, որ մենք նկատենք։ Աշխարհի գիտունները, փիլիսոփաները, մեծ թեորիսյանները չգիտեն ինչպես կարող են երկինք կերտան հավիտենականություն ժառանգեն։ Տարբեր ձևեր ու գաղափարներ ու մտածելակերպներ ներկայացրում, որ ոչ մեկն էլ ճիշտ ուղղություն չունի եւ երբեմն էլ համոզված չեն, որ կարող է հավիտենականություն ելնի կամ հասնեն։ Բայց ես ու դու ավետարանիչներ ենք, մենք գիտենք ճանապարհը, ճշմարտություն եւ կյանքը։ Մենք գիտենք մարդիկ ինչպես կարող են այդան երկինք։ Հիսուսին հավատա, մեղքերի թողություն առ, իրան հետևի եւ երկինք կերտած, հենց այդքան հանգիստ է։ Եվ այդիկ մենք ճաշակել ենք, փորձեր ենք, ապրում ենք, եւ այդ եկեղեցու առավելությունն է, որ մենք այդպեսով ճարել ենք։ Եվ դրա համար Պողոս Առաքյալը ասում է, ավետարանը ամոթ չեմ համարում, չեմ ամանչում։ Այն ժամանակ, որ Պողոսն այս խոսքը խոսում էր, համարյա թե կելնի ասեր, որ հրյաները մեծ մասամբ կրոնական մարդիկ էին։ Մեկին լավ տեսնում, որ լավ է, բարի է, կրոնական է, ոչ թե բարի սրտանց, երևույթով։ Գիտեք, կրոնը միշտ երևույթին է նայում։ Դրա համար մենք ասում ենք քրիստոնեությունը կրոն չի։ Այն ժամանակ, որ Պողոսը քարոզում էր ավետարան, այսինքն ով մարդ, եթե դու հավատաս Հիսուսին, բոլոր սրտովդ մեղքերի թողություն կառնես, Աստծո արդարությունը կտրվի քեզի եւ դու հավիտենական կյանք կունենաս։ Բայց կրոնն ինչ էր ասում, ով մարդ, դու պետք է աշխատես, ճիշտ ելնես, ուղիղ ելնես, լավ մեկն ելնես, եթե ամբողջ օրենքի ասածները կատարես, միգուցե արդարանաս։ Եվ երբ որ Պողոս այդքան հանգիստ էր քարոզում, որ դուք Հիսուսին հավատաս, կարդարանաս ու երկինք կետաս, իրանց համար անհասկանալի էր, ծաղրելի էր։ Հիշում եմ տարիներ առաջ Պարսկաստանում մեր ես մի հատ ազնվորության նստացրամ ճանապարհի վրա մեքենայով գնում եմ, նստացրամ, ստամ իր վկայություն տալ։ Եվ իրան ասամ, տես, քո ամբողջ մեղքերը Հիսուս խաչի վրա վեր առի, հավատաս, մեղքերի թողություն կառնես։ Հետո ասավ, դա ինչպես կարելի է։ Մի օքի որ շատ մարդ կընտերա, շատ գողություն արի, շատ սխալներ արի, հենց այսպեսի կներվի, ասեմ այո, այդ Աստծո զարմանալի գործն տետիա որ ներում է, եւ խաչի գործն տետիա որ ներում է։ Եվ դրա համար ավետարանի գերագույն խոսքն ինչ է, որ մարդկանց մեղքերի թողություն քարոզեք։ Այդ որ մարդիկ կարելի է տեսեք, շատ ժամանակ մարդիկ գեր են գալի Հիսուսի մոտ, մատ կարիք ունեն։ Դուք ավետարան թերթեք, մեկ եկշաբթի մեր Bible Study-ում անցյալ անգամներ Անդրեյ եղբայրն էր ղեկավարում, խոսում էինք բորոտի մասին։ Բորոտը, որտեղ բորոտ էր հիվանդ էր կարիք ուներ Հիսուսին։ Կամ ուրիշ տեղ տեսնում ենք անձնավորություն, որտեղ իր ծառան հիվանդ էր, սպառապետը գալիս է դիմում է Հիսուսին։ Եվ մեծ մասամբ մենք ավետարանում տեսնում ենք մարդիկ, որտեղ կարիքի ներսն են, դժվարության ներս են, հիվանդություն ունեն, կապ ունեն, մի հատ դևային խնդիր կա, ինչ որևէ խնդիր ունեն, գալիս են Հիսուսի մոտ, դրա էդի իրաց դրդապատճառն է։ Մարդիկ հիվանդություն ունեն, ամենը ինշուրենս ունեն, բժիշկը պատրաստ է, չեկապները տեղին է, այդքան կարիք չունեն կամ բուժվելու։ Տարբեր խնդիրների ներսը գիտես իրաց կարիքներն հայթայթվում, այդպեսի դրամապես էլ այդպես նեղն ու կարիքի ներսը չեն։ Եվ համարյա թե մտածվում որ մենք ինչ կարիք ունենք այդան եկեղեցիთან Հիսուսի մոտ։ Բայց իրականությունը սա է, որ մարդ մատ կարևորագույն կարիք ունի, որ այդ ոչ մետեղ չի տրվի։ Մեղքերի թողությունը ոչ մետեղ չկա մարդկանց համար, բացի Հիսուս Քրիստոսի ներկայությանը եւ նրա խաչի շնորհիվ։ Եվ այդ ավետարանը տարբեր օշություններ ունի, բայց գերագույնը է դա, որ տալիս է մեղքերի թողություն եւ տալիս հավիտենական կյանք։ Թեև մարդիկ դրանով հետաքրքրված չելնեն, ժամանակի ընթացքում այդ կարիքին հասնում են։ Գիտեք, մարդիկ երբ սկսում են աճել, իրենց կյանքը ձևակերպվում է, կամ ուզում են իքրությունը հաստատեն, ուզում են մատ ուրիշների մոտ ասեն, մենք էլ մարդ ենք, մենք էլ կանք, մենք էլ գոյություն ունենք,
տարբեր խնդիրների են դիմում ուզում իրանց կրթությունը, կյանքի որակը, տարբեր ձևակերպերով լավ կյանքի հասնեն, բայց մետեղ ասում որ արդեն դրանք մեծ չափով ունեն եւ էլ ուրիշ բավարարություն չկա։ Նոր մատ հոգեվոր կարիք առաջ գալի, որ ես Աստծուն կարիք ունեմ։ Ես ունեմ ներքին խնդիրներ, կարիք ունեմ Աստծո այցելությանը, կարիք ունեմ մեղքերի թողությանը, խղճի խայթոցներ կա իմ կյանքում։ Եվ այդ ժամանակ է որ դիմացինը կրկին իր ավելի կարևորագույն հոգևոր կարիքներն է տեսնում եւ դիմում է Հիսուսին։ Բայց գիտեք, երջանիկ ու բախտավոր են, որ մոտենում է Հիսուսին որևէ պատճառով, կարիքով, խնդիրներով, հիվանդությունով, դրանք միջոց են։ Միջով ասած մենք դժվարությունների ներսն ենք ելնում, կարիք ունենք Տերոջ օգնության, երբ որ աղաղակում ենք, նրա ձեռքը մեջտեղ է գալի, ամեն օրհնյալ են, բայց ամեն օրհնյալը սա է, որ Հիսուսին ճարում ենք, կպնում ենք նրան, միանում ենք նրա հետ, նրան ձեռ չենք քաշում։ Եվ ուզում ենք ապրենք միայն Հիսուսի համար։ Եվ այդ մեր կարևորագույն խնդիրն է ելնում։ Պողոս առաքյալի այդ ժամանակ, որ այդպեսի կրոնական քաշքշոցներ կար, ասում է, որ հրեաները կրոնական մոտեցումով մոտենալով նրանք հրաշք են ուզում։ Ավելի ուզում են, որ տեսնեն, երբ որ մենք Մեսայա ենք խոսում, մենք խոսում ենք Քրիստոսի մասին, իրանց համար ախորժելի չի, մենք այդ ավետարանի փրկությունը իրանց համար ախորժելի չի։ Եվ այդ ձևով իրանք ուզում են հրաշքներ տեսնեն։ Հուները իմաստուն մարդիկ են, ուզում են իմաստալից խոսքեր լսեն մեզանից։ Ասում է, մենք ոչ հրաշքի հետևից ենք, ոչ իմաստալից խոսքերի։ Մենք խաչյալ Հիսուս Քրիստոսին ենք քարոզում, որ ով որ հավատում է իր կյանքում հրաշալի փոփոխություն է գալի, որ այդ մարդկան ճշմարիտ կարիքն է։ Դրա համար ասում է, մենք խաչյալ Քրիստոս ենք քարոզում, հրեաների համար գայթակղություն է եւ հույները, որ իմաստության հետևից են, նրանց համար հիմարություն է, բայց դրանով հանդերձ մարդկանց կարիքը Հիսուս Քրիստոս Տերը, նրա խաչը եւ նրա հարությունն է։ Եվ այդպեսով մենք այդ պատկամն ունենք եւ այդ կոչումն ունենք, որ այդ պատկամը խոսենք։ Եվ Պողոս ասում է, ամոթ չեմ համարում։ Չեմ անում, ես ու դու այդպես ենք, արդյոք ամոթ ենք համարում, քաշքշվում ենք։ Մենք պետք է ամոթ համարենք, որ չխոսելուց։ Եթե մտեղ նստում ես ավետարանից չես խոսում, ամոթը տեղ է, խոսել ամոթ չի։ Հալելույա։ Որտեղ նրա պատկամը, նրա խոսքը ամբողջ մարդկանց կարիքն է։ Տարիներ առաջ Մարտին Լութերը մատ երիտասարդ լոյեր էր, բարձրաստիճան կրթության 15-րդ դարում, ինքը բարձրաստիճան կրթություն ուներ, եւ ինքը մեծ կրոնական մոտեցումներով մտածում էր, որ մարդը ինչպես կարող է Աստծո սիրտը շահի։ Եվ աշխատավ լավագույն գործեր անի, գնաց իրան հանձնեց այդ ճգնա վայրերում, որ ընդդեմ մարդկանց ծառայե, օգնե, հիվանդներին տանում էին դե ապահովելու, պահելու, հիվանդների վերքերը մաքրե, իրանց պաշտպանե, եւ այդտեղ մաքրելով ու ծառայելով այդ ձևով մտածում էր, որ ես կարող եմ արդարանամ եւ Աստծո ողորմությունը ինձ հասնե։ Հատկապես այն ժամանակում շատ մահեր էր առաջ գալի եւ պատուհասներ առաջ գալի, որ մարդիկ խումբ մեռնում էին։ Մարտին Լութերի համար շատ դժվար էր վիճակները եւ մտածում էր թե մեռնեմ, ինչ կելի դրությունս։ Եվ այդ ամենը միջոց եղավ, որ գնա այդ ճգնավայրերում, սկսեց ծառայել, որ այդպեսի կարողանա փրկությունը շահե։ Եվ այդ ընթացքում Սուրբի կարդում էր ու իր ամբողջ ծառայություններ անելով մտածում էր ձևի Աստծուն մոտենա եւ Տերը սկսավ իր այդ խոսելը։ Եվ ասում է, երբ որ ասավ Ռոմացիս 16-17-րդ գլուխում, ընդդեմ հասկացավ, որ արդարը հավատքով կարդարանա։ Այսինքն մեր արդարությունը հավատքով է, որ Հիսուս Քրիստոսը մեզ համար խաչի վրա պատրաստել է։ Հավատքով կարող ենք արդարանալ, մեր գործերով չի, մեր կրոնական գործերով չի։ Եվ հուսով եմ, որ եկեղեցին էսիկ լավ հասկացած է լինի։ Ամեն։ Եվ այս կարևոր է, որ մենք մեր գործերով, լավություններով չի, որ երկինք կերտանք, այլ հավատալով Հիսուս Քրիստոսին, որտեղ Հիսուսը մեզ համար, մարդկանց մեղքերի համար գնաց խաչի վրա, խաչվեց ու մեռավ, որ ամեն մեկից մեղքը ինքը վերցրավ, մեր մեղքերը ամեն մեկս հավաքվեց, գրվավ, ամենը գումարվեց, Հիսուսը վիզ առավ գնաց խաչի վրա ամբողջ մարդկանց համար, ոչ թե միայն մենակ մեզ համար, այլ նրանց համար էլ որ չեն ապաշխարե,
ամբողջ աշխարհի մեղքը վերցնելով իր վրա խաչվեց, որ ամեն նրան հավատացողը մեղքերի թողություն առնե։ Դրա համար ուրիշ միջոց չկա երկինք կերտալու։ Ոչ մեկ կրոն չկա, որ մարդիկ հավատալով կարողանան փրկվեն։ Ոչ մեկ գործ չկա, որ այդ գործերը անելով, այդ լավ գործերով մեկը արդարանա, ոչ ոք։ Մեղավոր են, ամենը մեղավոր են եւ մենակ մեծ ճանապարհ կա այդել Հիսուս Քրիստոս Տերն է, որ իր խաչով ու հարությունով մեզ նրանց, որ հավատում են, արդարացրել է, հալելույա։ Եվ Պողոս ասում է, չեմ ամանչում, կրոնական մարդկանց հետ քարոզում եմ, գիտնականները, որ գիտնություն են որոնում, դերևս հետ եմ քարոզում, որտեղ ամենի կարիքը այդ է։ Դրա համար ասում եմ ես հրեաներին եւ հուներին, բարբարոսներին եւ հուներին։ Բարբարոսներ, այսինքն այն ժամանակ հուները ճանաչված են աշխարհում համարյա թե մշակութային ու գիտնական ու կրթական ձևով ամենաբարձրաստիճան կրթությունը կար։ Գիտեք, Հիսուսի ժամանակ Ռոմն էր աշխարհում տիրապետում, բայց մշակույթը հունական մշակույթ էր, գիրուգրականությունը հունական էր, փիլիսոփայությունը հունական էր, դրա համար ավետարան հուներեն էր գրված ու հրեաերեն ու մեծ մասը հունարեն էր գրված։ Եվ դրա համար Պողոսն ասում է, ես բարբարոսներին, այսինքն ոչ հուներին եւ ինչ ամբողջ գիտուններին ու ասում հիմարներին ու գիտուններին պարտական է ավետարան քարոզելու։ Այսինքն երկուսի կարիքը նույնն է։ Դիմացին եթե գիտուն է, կրթված է, փիլիսոփ, ով ուզում է լինի, մեկ կարիք ունի Հիսուս Քրիստոս նրա փրկությունը։ Եթե մեկը լանխել կա ու տկետ է ու քիչ է իմանում, դերևս իր կարիքը մեկ բան է՝ Հիսուս Քրիստոս նրա խաչը, նրա մահը եւ նրա հարությունը։ Այդ որ Պողոսն ասում է գիտուններին եւ տկետներին, մեծերին, փոքրերին, մարդկին, սև, սիպտակ, ամենի համար մեկ ճանապարհ կա, մեկ պատկամ կա, մեկ խոսք կա։ Հիսուս Քրիստոս Տերը, նրա խաչը, նրա մահը եւ նրա հարությունը միակ ճանապարհն է, որ մարդիկ կարող են երկինք կերտան։ Հալելույա։ Այդ ձևով տեսնում ենք, որ ավետարանը Աստծո արդարությունն է։ Աստծո արդարությունն է հայտնում, այսինքն ինչպես կարող են մարդիկ փրկվեն երկինք կերտան։ Մի Աստված ասում է, մի արդար դատավոր էր, շատ ճանաչված էր իր արդար որոշումների վրա։ Մարդիկ ճանաչում էին, այս մարդը միշտ ճիշտ է դատում, միշտ ուղիղ դատ է վարում, երբեք կողմապահություն չի անում, չի կեղծում, կաշառք չի առնում։ Մի տարիներ այդպեսի անցել էր, մի օր եկավ, որ իր տղան մատ հանցանքին էր սբռնվավ։ Ամեն ասան, շատ լավ, նիմա առիթ է, տեսեք ես դատավորը ինչպես կվարվի, արդյոք դերևս իր տղայի հետ էլ ճիշտ կվարվի կամ կկեղծի կամ կողմապահություն կանե։ Դատաստանի ժամ եկավ, դատ էր վարում, ամբողջ օրվա խնդիրների համաձայն խնդիրներ ուսումնասիրեց եւ դատը վարելով վրճակեց, որ պետք է այս տղայի աչքերը դուրս բերեն։ Մարդիկ ասան, որ ճիշտ է շատ արդար մեկն էր, բայց ինչքան անգութ ու դաժան մեկն է, որ զավակից էլ չի անցի, որ այդպեսի դատ է վճռել։ Մնաց մյուս օրը, որ պետք է դատը կատարվեր ու վճռվեր ու այդ տղայի աչքերը դուրս բերեին, տեսան ինքնա գնացի տղայի տեղը կայնել է եւ պատրաստ իր տղայի տեղի իր աչքերը տա։ Հասկացան, որ այս դատավորը ոչ թե միայն արդար է, այլ բարի ու ողորմած է։ Հիմա Աստված արդար է, մեղավորին դատում է, աշխարհը իր մեղքերի պատճառով դատված է։ Բայց այս նույն արդար դատավորը իր որդուն է ուղարկում, աշխարհի մեղքը վերցնում է եւ իր որդու վրա է դնում։ Բայց մի պայման է դնում, ով որ հավատա Հիսուս Քրիստոսին, որպեսզի Աստծո որդի, նա մեղքերի թողություն կառնի։ Եվ այդ ձևով Աստված թե արդարությունն է հայտնվում, թե իր բարությունը եւ ողորմությունը։ Եվ այդ Աստված օշնյալ Աստված է։ Ասամ ավետարանը Աստծո սերն է խոսում, Աստծո սրտից է խոսում։ Աստծո սիրտը լեցուն է սիրով հանդեպ ամբողջ մարդկությանը։ Գիտեք հայրն ինչքան է սիրում մեզի,
Եվ դրա համար Տերը իր սիրտը ցավում է դուրսի ժողովրդի համար, նրանք որ անաստվածություն են ընտրում, նրանք որ անհավատություն են էթում, նրանք որ ծուռը ճանապարհ են գնում, նրանք որ ավետարանը մերժում են, նրանք որ Աստծուն հայհոյում են։ Աստծո սիրտը գալարվում է։ Նրա կամքն է որ իր զավակները գնան եւ այդ ավետարանը կիսեն։ Համեստությունով, ազնվությունով, բարությունով, ներողամտությունով եւ այն պատկամը, որ Տերն ունի, կիսվեն ուրիշների հետ։ Ինչպես Տեր Հիսուսը այդ այգեբանի առաքիներսը ինչ ասավ։ Ասավ, որ այդ այգու Տերը ծառաներ ուղարկեց, որպեսզի մշակներից վարձ կառնե։ Որոշներին ծեծեցին, որոշներին արհամարեցին, որոշներին քարկոծան, որոշներին սպանեցին։ Այսինքն եկեղեցուն այդպեսի ուղարկում է, որ այդքան ծառայեն, ծեծվեն, երբեմն արհամարվեն։ Բայց դրանց կողքին մի հատ խոստում է տալի, որ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Տերը մեզ ուղարկում է, բայց ինքը խոստանում է, որ ինքը մեզ հետ է։ Այսինքն մի հատ նայենք Աստծո խոսքի ներսը, Աստված Մովսեսին ուղարկավ, ասավ գնա Իսրայել ազգին ազատի։ Ասավ Տեր, ես լեզուս բռնվում չեմ կարող խոսամ։ Ես լավ լիդեր չեմ, լավ խոսող չեմ։ Ասավ ես քո լեզվիդ հետ կելնեմ։ Ես քեզ հետ կելնեմ։ Կարող եք մտածեք Մովսեսն այդ մեր Փարավոնի ներկայությամբ կայներ ասում էր Փարավոն իմանում է Աստված ասախում շնորհքին չէր կարող խոսեր։ Բայց երբ որ խոսում էր Փարավոնը սարսափած բավական էր Մովսեսն ասեր Աստված հաստատում էր այդ խոսքը։ Այնպես որ Աստված Մովսեսի մասին ասում է Մովսես ես քեզ Փարավոնին Աստված կարգեցի։ Չի էլ նախանձում։ Քո խոսքովը կպատժվեն, քո խոսքովը սրանք կիմանան, որ դու իմ ծառան ես։ Երբ որ Տերը եկեղեցուն պատկանտվա, որ գնացեք մինչև աշխարհի ծայրը ավետարան քարոզեք, ինչ արա։ Առաքյալին ասավ, աշակերտներ, ամեն մեկը եթե բանկ կա, $1 միլիոն ձեր աշխին փող են կացում։ Ձի ու կարիք ունեք, ամեն մեկի 100 ձի։ Կարգադրված է, գետակ վերցնեք, գետակ։ Այդպեսի ասավ, փող, ձի, կարողություն, միջոցներ, չէ։ Ասավ Սուրբ Հոգին գգա ձեզ վրա, գետակ մինչև աշխարհի ծայրը իմ վկաները կելնեք։ Սուրբ Հոգին այդ ամեն խնդիրները կհարմարեցնե։ Եվ այդ իր ներկայությունն է։ Եվ իր ներկայությունը ինձ քեզ հետ էլ կա։ Ինքը ձեզ ասում, ես քեզ հետ եմ։ Մինչև աշխարհի վերջ ես քեզ հետ եմ։ Ով եկեղեցի գնա եւ վկայի։ Նեղություններ կունենաս, այո կունենաս, բայց ես քեզ հետ եմ։ Մովսեսը դժվարությունների, նեղություններից անցավ, բայց Աստծո ներկայությունը, ասում Մովսեսը մեծ մարդ էր եգիպտացիների աչքի առաջի, որտեղ Աստված դրան հովանավորում էր։ Երբ որ Աստված քո կյանքում Երևան գա, դու մեծ անձնավորություն կերևաս։ Քո խոսքը կարևոր կելնի, արժեքավոր կելնի։ Քո կյանքը արժեքավոր կելնի։ Եվ քեզ համար գերագույն կարիքը Աստծո ներկայությունն է։ Եվ երբ որ այդ ներկայությունը Տերը խոստացել է, հավատքով վերցրու այդ ներկայությունը արժեքավորի եւ այդ ներկայությունով գնա եւ ավետարանը ամոթ մի համարի, այլ ամեն արարածի, փոքր մեծ, ամենին ավետարանը քարոզի, որտեղ մարդկանց կարիքը միայն մի բան է, ավետարան է եւ ավետարանի օշնյալ պատկամն է։ Նա հրաշալի ու փառավոր Տեր է, նա օշնյալ Տեր է։ Ես հիշում եմ Պարսկաստանում մոտ 45 տարի առաջ, որ շատ ասեմ, չգավատա։ 45 տարի առաջ տարբեր քաղաքներն եմ այդում, ազնական մեքենայով, ավետարան, տարբեր քրիստոնեական գրքեր իմ տանում, մի մասը ծախվում էր եկեղեցու օգտին, փողերը տրվում էր ընդե, մնացած թրակները բաժանվում էր։ Մենք հիշում եմ գնացի Ղազվին, այնքան գիրք ծախվեց, քանի անգամներ մենք գնացինք, ուրբաթ օրերս, գործներս էդի էր։ Երիտասարդ տղերք ինք մեր ուրախությունն էս էր, որ իթայինք ավետարան բաժանիկ մարդկանց համար։ Հազարավոր մարդիկ այդպեսի ավետարան իսկապես բաժանվեց ու թրակներ բաժանվեց։ Մեծ տուփերով թրակներ, որ չեմ ամ քանի հազարատ երկու էջանոց թրակներ էր,
որ Հիսուսի հրաշքները եւ բժշկություններից էր խոսում եւ հրավեր մեր ապաշխարության։ Դրանք բաժանվեց, ամեն մարդի խլում էին։ Խոսքի կարճությունը եկան գնացին, ասենք մի օր էլ գտան քարաճ, ընդդեմ էլ կբաժանենք ու որոշ ավետարաններ կծախենք։ Գնացինք մեծ հրապարակ եւ կայնեցինք, ես մեկ անգամ էլ ասել եմ, այլև ոմանք հիշեն, ուրեմն մենք ավետարաններ դրանք 3 հոգի էին, ամարիա թե ես ընդ ավելի լիդերին, պատասխանատուն ես եմ, կայնելին 2 հոգի եկան անցնելու, 2 տրակ տվանք, սրանք գնացին կարդալով հետ եկան ճաշվա ժամանակին ոչ ոք չկար, հենց այդ 2 հոգին եկան գնացին ու մեր տրակներից տալիս չին վերցնում։ Այդ երկուսը գնացին, մեկ քանի րոպե հետ եկան, սկսան մեզ այդ վիճելը։ Այնպես պայմանները դասավորվար անհավատալի ձևով 5 րոպե, 10 րոպե չեր անցի, այդ ամբողջ հրապարակը մարդկանցով լեցվավ եւ ամեն մեկը հարցակներով հարցակում մեզ վրա, որ արդյոք դու Ղուրանին հավատում ես, արդյոք դու իսլամը ընդունում ես, արդյոք Մուհամմադին հավատում ես։ Եվ այդտեղում մենք ասենք, օքեյ, իրավունք պետք բացատրենք, բացատրություն չէ, հա, ոչ։ Այսինքն հասնում է այդտեղ որ մատ կռիվի կացություն էր։ Եվ ես այդտեղում տեսնում եմ, որ սա բորբոքված, ճիշտ ուզեն հարցակվեն մեզի մեր շորերով պատրեն։ Մենակ տղերքին ասա, որ դուք ոչ մի խոսքի մի խառնվեք, մենակ աղոթեք։ Ուրեմն այդպեսի առաջ էր գնում, այս ամենը կարող է ժամով լրիվ պատահավ, դրանց գալը, էթալը մեր միջև գրքեր շարեցին ու բան, մետեղ ոչ մի ժողովուրդ չկար, ամբողջ այդ բանը վայրը ժողովրդով լեցվավ։ Այդ ընթացքում որ քաշքշոցին ներսնենք 2 հատ երկարաբոյ, հաղթանդամ, գեղեցկադեմ տղամարդիկ եկան, ավետարանը վերցրավ, մեկը սկսավ քարոզել։ Իր խոսքերը շատ հրաշալի էր, երկնային էր։ Ասում ով ժողովուրդ, ավետարանի ձեր եք վախենում, ճշմարտությունից ձեր եք վախենում։ Վերցրեք, կարդացեք, եթե ճիշտ է, հավատացեք, եթե ոչ են կողմ դրեք, ինչու եք այսպեսի վեճ ու կռիվ ստեղծում։ Մի քանի հատ նման նախադասություններ մոռացել եմ, բայց շատ ընտիր հաշիվ առած երկնային նախադասություններ էր։ Երբ որ այդ խոսքերը վերջացավ, այս երկուսը, որ մեզ այդ վիճումին հարցակման տրանց այդ սկսեցին տրանց շորը բռնել ու տրանց այդ կռիվանել, ես մեջտեղ եկամ սա բաժանամ, ասա մեր գրքերի վրա կռիվ մի կարեք։ Հենց այս որ ասամ, այդ ամբողջը երկաթի մանդրուկները, որ դուք մագնետ խփեք, ինչ կլինի, խումբ կլինեն, այդ ամբողջ խումբը 15 հոգով խումբեր դարձան։ Ես մի հատ գլուխ բարձրացրամ մի քանի վայրկյանից դասամ ամեն այդ վիճում է, ոչ ոք մեզ այդ գործ չունի։ Եվ ես այդ ամեն նայում եմ, ինչ պատահավ, սա 2 րոպե առաջ հարցակվերին, մեզ պատրտում էին, այդ մարդիկ եկան, ինչ հրաշալի խոսքեր լսացինք, եւ հետևանքը հիմա այսպեսի մի հատ պահ առաջ եկի, որ ոչ ոք մեզ այդ գործ չունի։ Ես տղերքից եմ տղերք, արդեն մեր գործը վերջացավ։ Երկերն հավաքեք, արագ հավականք ու քանի րոպեից դուրս ելանք, այդ հալուց այդ 2 հոգու դեր մեզ այդ վիճում, մեկ ասավ, որ կռիվը գցի եթում եք, էլ պատասխան չտվանք։ Ես իմացամ, որ Տերոջ ազատարար ձեռքն է, Տերն իր արեշտակին ուղարկել է, հալելույա։ Ուզում էր տրանք այդ խոսքը լսեին, ուզում են այդ ավետարանի խոսքը պարզ լսեին։ Եվ Տերոջ փառք իր հրաշալի գործի համար, հալելույա, նա փառավոր Տեր է, նա օրհնյալ Տեր է, ես ձեզ հետ եմ։ Այդ ներկայություն ամենաթանկարժեքն է, այդ ներկայություն ամենագերագույնն է։ Ես այդ ներկայությունը երբ եմ Պարսկաստանում, այն ժամանակ որ այդ ասած բազջուները տրանք որ մեզի արձակնում էին, այդ պահում Տերոջ փառավոր ներկայություն եկել, ամեն ինչ փոխել է։ Եվ այդ ներկայությունն է, որ իմը քո հետ է, եւ մեզ ուղարկում է, ասում է գնացեք։ Եվ ամեն տեղ իմ վկաները եղեք, հալելույա։ Ուրիշ նյութեր կարող եմ շարունակեմ, ժամներս կարճ է, սրանով կբավարարվեմ, բայց սա եմ ասում, որ ամեն մեկից բաժինն է։ Թույլ տվեք այս մասը միասին մատ կրկնենք, որ Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, միասին ասենք, Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին։ Մենք կարող ենք միասին ասենք,
Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին, հալելույա։ Դույք դվեք ոտքի կայնենք, Տերոջ համար փառք տանք, իր ավետարանի համար փառք տանք։ Այդ ավետարանի պատկամով է, որ սիրելիս, ես ու դու կյանք ենք արի եւ հավիտենական կյանք ենք արի։ Այդ ավետարանի պատկամն է, որ աշխարհը կարիք ունի, գիտունները, տկետները, լավերը, վատերը, կրոնականները, ոչ կրոնականները, մարդիկ, կանայք, մեծ, փոքր, ամենը կարիք ունեն դրան։ Ամենը կարիք ունեն այդ ավետարանի պատկամին եւ ես ու դու այդ ավետարանի վկաներն ենք եւ պետք է աղոթենք Տեր ինձ ուղարկի Տեր ահա պատրաստ եմ Տեր նվիրվում եմ քեզի եւ երբ որ այդպեսի դու աղոթես պատրաստ լինես Տերը կսկսի քեզ համար դուրեր բացել հունց կցույց տալ եւ ինքը Տերը որ որոնում էր կորածին եւ նրան փրկում էր քեզի էլ այն նույն ուղղությամբ կառաջնորդել Եվ ինքը խոստացել է ես քեզ հետ եմ։ Երբ որ ուզում ես վկայություն տաս աղոթի, հիշի Տերոջ խոստումը եւ Տերից ասա Տեր դուր ինձ իմաստություն, դուր ինձ քո խոսքը, դուր այն ազավորությունը, որ կարիք ունես խոսքերը լսելու եւ այդպեսով համարձակությունով ու քաջությունով Տերոջ խոսքը մեծի, փոքրի, խումբի, անհատի եւ որտեղ որ այդ առիթն ելնում է Տերոջ խոսքը կիսվի եւ թույլ տուր Տերոջ փառքը քո կյանքում Երևան գա եւ լավ ձեռքերումը գործի եղի ավետարանը իստելու ամեն արած